Այսօր քննարկում ենք 2025 թվականի Հայաստանի քիմիայի օլիմպիադայի 10-րդ դասարանի առաջին գործնական խնդիրը, որը կոչվում է ինդիկատորի 5 երանգները։ Խնդիրը հիմնականում հիմնված է ձեր pH հաշվելու գիտելիքի և կարողությունների վրա։ Քանի որ այս խնդրում քննարկելու ենք միայն լուծումը, ապա միանգամից կներկայացնենք անհրաժեշտ հաշվարկները։ Այս սլայդում կարող եք տեսնել անհրաժեշտ լուծույթների pH արժեքների հաշվարկները։ Այժմ ներկայացնենք փորձի ընթացքը։ Պաստերի պիպետի միջոցով վերցնում ենք A անհայտ լուծույթից 1-ից 2 մլ նմուշ և տեղափոխում փորձանոթի մեջ։ Ավելացնում ենք կրեզոլ կարմիր ինդիկատորի լուծույթից 1-2 կաթիլ և թափահարում ենք։ 10-ից 20 վայրկյանի ընթացքում պետք է տեղի ունենա անհրաժեշտ գունափոխությունը, կամ լուծույթի գույնը կարող է չփոխվել։ Այնուհետև գրանցում ենք ստացված տվյալները առաջադրանքում տրված աղյուսակում։ Կատարում ենք մնացած փորձերը նույն հերթականությամբ։ Սկզբում A անհայտ լուծույթի, այնուհետև մնացած լուծույթների համար։ Արդյունքում ստանում ենք հետևյալ աղյուսակը։ Դիտարկենք ստացված արդյունքները բոլոր անհայտ լուծույթների համար։ A անհայտ լուծույթը կրեզոլ կարմիրի ներկայությամբ ներկվում է դեղին, ինչից կարող ենք ենթադրել, որ A լուծույթի pH-ը մեծ է 1-ից։ Այս պնդմանը համապատասխանում են հացախաթթուն, կերակրի աղը և նատրիումի հիդրոկարբոնատը։ Բրոմոֆենոլ կապույտի ներկայությամբ A անհայտ լուծույթը գունավորվում է դեղին, ինչին համապատասխանում են աղաթթվի և քացախաթթվի լուծույթները։ Այստեղից պարզ է դառնում, որ A անհայտ լուծույթը քացախաթթուն է, B անհայտ լուծույթը կրեզոլ կարմիրի ներկայությամբ կարմիր է, ինչը համապատասխանում է աղաթթվի լուծույթին։ C անհայտ լուծույթը միակն է տրված լուծույթներից, որ թիմոլ ֆթալեինի ներկայությամբ կապույտ է, ինչը համապատասխանում է նատրիումի հիդրոքսիդի լուծույթին։ D անհայտ լուծույթը ֆենոլֆթալեինի ներկայությամբ բաց վարդագույն է, իսկ կրեզոլ կարմիրի ներկայությամբ մանուշակագույն։ Այստեղից էլ հետևում է, որ D անհայտ լուծույթը նատրիումի հիդրոկարբոնատն է։ Արդեն պարզ է, որ Ե լուծույթին համապատասխանում է կերակրի աղը, և համոզվելու համար պետք է նշել, որ այն միակ լուծույթն է, որը կրեզոլ կարմիրի ներկայությամբ դեղին է, իսկ բրոմոֆենոլ կապույտի ներկայությամբ կապույտ։ Այս ամենը հաստատվում է ևս մեկ անգամ ֆենոլֆթալեինի ներկայությամբ Ե լուծույթի անգույն լինելով։ Դե ինչ, այս տեսադասի համար այսքանը։ Հաջորդ տեսադասում կքննարկենք նույն դասարանի երկրորդ խնդիրը։